Երգչուհի Սիլվա Հակոբյանն արդեն երկար տարիներ է, ինչ հայկական շոու բիզնեսում ակտիվ գործունեություն է ծավալում։ Հանրությունը նրան սիրում է և հետաքրքրվում նրա և անձնական, և գործնական կյանքով։ Սիլվա Հակոբյանի հանդեպ հետաքրքրությունը առավել շատ մեծացավ, երբ տարիներ առաջ երգչուհին կազմեց իր ընտանիքը, երբ ծնվեց նրա առաջնեկը՝ փոքրիկ Միլան։ Միլան առաջին իսկ կադրերից դարձավ ամենասիրելի աստղային երեխաներից մեկը։ Եվ այսօր արդեն պարզ է դառնում, որ Սիլվա Հակոբյանը պատրաստվում է իր առաջնեկին դպրոց ուղարկել։ Ընդունելության համար Սիլվան այսօր Միլայի ձեռքը բռնած դպրոց էր գնացել։ Եվ ահա, հոլովակով երգչուհին պատմել է օրվա մասին։ Շատ պատասխանատու օր էր, հոլովակին կից գրել էր երգչուհին։ Այսօր Միլային տարել էինք դպրոցի ընդունելության հարցազրույցի։ Իմ աղջիկը դուրս է եկել շատ տպավորված, չէ՞ Միլ։ Ու ասեց, որ աշխատանք են տվել ու ինքը շատ լավ արել է։ Ես սարան կան։ Սարան էլ եկել է, որ քուրիկին տանի դու դպրոցից։ Էй։ Վել ենք նաև, որ Սիլվան երբեք չի դադարել իր գործունեությունը ծավալել։ Երկու երեխաների ծննդից հետո էլ մայրիկը փորձել է համատեղել և աշխատանքը, և ընտանիքը։ Միլան և Սարան ևս մայրիկի նման ժպտերես են, որոնց հաճախ կարելի է հանդիպել երգչուհու ինստագրամյան էջի սթորիզ բաժնում, և այդ հրապարակումները թերևս ամենասպասվածն են երգչուհու երկրպագուների կողմից։ Հավել ենք նաև, որ իրոք Սիլվա Հակոբյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, նաև մասնակցում է բազմաթիվ հարցազրույցների։ Բոլորովին վերջերս Մեհեր Բաղդասարյանի տետ-ա-տետ հաղորդման հերթական հյուրը երգչուհի Սիլվա Հակոբյանն էր։ Star News-ը հետևել է զրույցին, առանձնացնելով ամենահետաքրքիր հատվածները։ Զրույցի ընթացքում Սիլվան խոսել էր անձնական կյանքի մասին ու նշել հետևյալը. «Ես 6 տարեկանում հանդիպել եմ իմ ճակատագրին ու չեմ իմացել։ Ես ու Նորայրը վայքեցի ենք, նույն դասարանում ենք սովորել ու դեռ փոքրուց ինքը ինձ էր սիրահարված, ես իրեն։ Երբ տեղափոխվեցինք Երևան, մենք մի որոշ շրջան էլի շփվում էինք իրար հետ, բայց հետո կապը կորավ։ Բայց դա մանկական հրապուրանք էր։ Հետո անցավ 22 տարի և ես ցանկություն ունեցա հետ վերադառնալ իմ արմատներ ու հանդիպել վայքի իմ դասարանցիներին։ Կազմակերպելու համար գտա Նորայրի էջը, գրեցի իրեն լրիվ այլ էջից։ Միասին կազմակերպեցինք մեր դասարանի հավաքն ու այդ ժամանակ և իմ սիրտն էր ազատ, և նաև իրենը։ Նորայրին կրկին տեսնելով իմ ամբողջ մանկությունը վերապրեցի։ Շփումը նորից սկսվեց։ Սկզբում իր համար էլ էր դժվար, որովհետև չի պատկերացրել, որ իր կինը ճանաչված երգչուհի կլինի։ Ամեն ինչ այն կարգի է հասել հիմա, որ չի էլ խանդում, ինքը և ինձ է վստահում և իմ ընտանիքին», անկեղծացել էր Սիլվան հարցազրույցի ժամանակ։ Նույն հարցազրույցի ընթացքում Սիլվան նաև խոսել էր վայքից Երևան տեղափոխվելու և կարիերայի մեկնարկի մասին։ Սիլվան նշել էր հետևյալը. «Մենք կարողացանք մեզ գտնել նոր միջավայրում, բայց միևնույն է, դժվարությունները շարունակվում էին, որովհետև անընդհատ տներ էինք փոխում, վարձով էինք ապրում։ Էլի պապաս այստեղ Վարշավիր էր աշխատում, մեր եկամտի միակ աղբյուրը դա էր, բայց երաժշտության հետ կապված ամեն հնարավորություն ստեղծել էր։ Յուրաքանչյուր տան մի սենյակ տրամադրվում էր մեր պրոդուկտը ստեղծելու համար։ Ամենամեծ խնդիրը ֆինանսական դժվարությունն էր, բայց հավատ կար, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորը մեր սիրտը բաց էր, մեր տան դուռը բաց էր։ Ես խիստ ընտանիքում եմ մեծացել և այլ կերպ մտնել շոու բիզնես անհնար էր։ Ես մինչ օրս ինձ հեռու եմ պահում շոու բիզնեսից։ Ես շոու բիզնեսի մարդ եմ, բայց նաև ընտանիքի մարդ եմ։ Եղել են հուսահատության պահեր։ Օրինակ, շատ մտերմացել եմ մեկի հետ, հետո հասկացել, որ դա իզուր էր։ Ես միշտ դրանից եմ դաս քաղել, որ տեսել եմ այդ մարդը իմ հանդեպ, հետո ուրիշ ձև է դարձել։ Գիշերը երգը տարածվել էր ռադիոներով, բայց չգիտեին, թե ով է կատարում։ Ֆինանս չկար տեսահոլովակ նկարահանելու համար։ Երբ Արամ Մավաքյանը լսել էր երգը, հավանել էր։ Հետո իր ստուդիա է գալիս Արմենչիկը։ Երգը լսում է, հարցնում է, թե ով է այդ երեխան։ Արամն ասել է, որ ֆինանսապես չեն կարողանում տեսահոլովակ նկարահանել։ Արմենչիկն ասում է. «Ես կտամ գումարը, թող անպայման տեսահոլովակ ունենա»։ Արմենչիկը վճարել է իմ առաջին տեսահոլովակի համար։ Ես այդ ժամանակ հասկացա, որ այդ պահը եկավ։ Շատ անգամներ զրուցել եմ Արմենչիկի հետ այս մասին։ Միշտ շնորհակալ եմ իրեն եղել ու մինչև հիմա էլ։ Ինքը շատ բարի մարդ է։
ու եւս մեկ անգամ ապացուցեց իր բարիությունը ու խնդրել էր, որ չասեմ, ոչ մի տեղ չնշեմ իր անունը։ Դա ինքն արել էր սրտանց, բայց ոնց կարելի է մարդու բարի գործի մասին չխոսել։ Անկեղծացել էր Սիլվա Հակոբյանն իր կարիերայի սկզբի մասին խոսելիս։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը ծնվել է հոկտեմբերի 23-ին 88 թվականին Հակոբ և Վերժին Հակոբյանների ընտանիքում Վայք քաղաքում Վայոց ձորի մարզում։ Սիլվան սկսել է երգել 4 տարեկանից։ Սովորել է Վայքի միջնակարգ դպրոցում, սակայն 2 տարի հետո տեղափոխվել են Երևան, ուր և ավարտել է Երևանի համար 106 միջնակարգ դպրոցը։ 2006 թվականին Սիլվան BBC-ի կողմից ստացել է մրցանակ, որի համար պայքարում էին ավելի քան 2000 մասնակից, և BBC-ի վարկանշային աղյուսակի համաձայն դառնում է աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին։ 2007 թվականից Սիլվան սկսում է իր կարիերան, թողարկելով երգեր և համերգներ տալով ամբողջ Հայաստանում։ Երգչու ու պրոդյուսերը հայրն է, Հակոբ Հակոբյանը։ Երգերը հիմնականում գործիքավորում է եղբայրը, Էդգար Հակոբյանը, իսկ երգահանը քույրն է, Մանե Հակոբյանը։ Երգերը հիմնականում ձայնագրվում են ընտանիքի ստուդիայում։ 7 տարեկանից սկսած Սիլվա Հակոբյանը մասնակցել է մի շարք բարեգործական համերգների Զատիկ որբանոցում, Կարմիր խաչի հիվանդանոցում, Հայկական բանակում և բոլոր այլ տեղերում, որտեղ այդպիսիք կազմակերպվում էին։ Դպրոցն ավարտելուց առաջ նա ընդունվում է Երևանի ժամանակակից նվագախմբի քոլեջ։ Սիլվա Հակոբյանը մուտք գործեց հայկական շոու-բիզնես 2006 թվականին իր «Գիշերը» երգով, որը արժանացավ մի շարք մրցանակների և գրանցվեց որպես տարվա լավագույն հիթերից մեկը։ Նույն տարի իր I Like երգով նա մասնակցեց Լոնդոնում BBC-ի The Next Big Thing միջազգային մրցույթին, որի 2000 մասնակիցների միջից Սիլվան շահեց Գրանպրի։ Ըստ BBC-ի վարկանիշի Սիլվան ճանաչվեց լավագույն 6 երիտասարդ երգչուհիներից մեկը ամբողջ աշխարհում։ Նույն թվականին հայտարարվեց նաև լավագույն երաժշտական հայտնություն և ստացավ Վարդուհի Վարդանյանի անվան մրցանակը։ 2006 թվականին նաև ստացավ մրցանակ Տաշիր երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նույն թվականին ստացավ մրցանակ Լոս Անջելեսում, ուր նրա «Գիշերը» երգը ճանաչվեց որպես լավագույնը։ 2007 թվականին նրա I Like երգը հաղթեց Ակորդ մրցանակաբաշխության ժամանակ։ Top 10 մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց I Like երգը որպես սեպտեմբեր ամսվա հիթ։ Ոսկե քնար մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ շահեց նրա վերջ երգը։ Ես երիտասարդական ամսագրի կողմից Սիլվա Հակոբյանը ճանաչվեց նաև որպես ամենամոդայիկ երգչուհի։ 2010 թվականի հոկտեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Սիլվա Հակոբյանի առաջին մենահամերգը։ Դե իսկ Star News-ը այսքանն էր առանձնացրել այս հոլովակի համար։